Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Բիլ Քլինթոնը վերադառնում է Օքլահոմա Սիթի պատմության ամենամահաբեր ներքին հարձակումից 30 տարի անց։ Լեքսինգտոնում հնչում է պատմական կրակոցը 250 տարի անց, հազարավոր մարդիկ հավաքվել էին վերապրելու ամերիկյան հեղափոխության սկիզբը։ Պուտինը հրադադար է հայտարարում զատիկի առիթով, բայց Ուկրաինան պնդում է, անօդաչուները շարունակում են հարվածները։ Թրամփը սպառնում է դադարեցնել խաղաղության բանակցությունները Ուկրաինայի շուրջ օրերի ընթացքում։ Միացյալ Նահանգներ Իրան միջուկային բանակցությունների նոր փուլ հռոմում, ինչ է քննարկվել։ Գերագույն դատարանը արգելափակել է վենեսուելացիների արտաքսումը 1798-ի պատերազմի օրենքով։ Ամբողջ երկրով էլ բողոքի ալիքներ են Թրամփի քաղաքականության դեմ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ 30 տարի անց ԱՄՆ պատմության ամենամահաբեր ներքին ահաբեկչության հարձակման օրից նախկին նախագահ Բիլ Քլինթոնը վերադարձել է Օքլահոմա Սիթի։ Քլինթոնը նախագահ էր 1995 թվականի ապրիլի 19-ին, երբ բեռնատարում տեղադրված ռումբը պայթեց, ավերելով քաղաքի կենտրոնում գտնվող 9 հարկանի դաշնային շենքը։ Այսօր նա գլխավոր բանախոսն էր Օքլահոմա Սիթիի ազգային հուշահամալիր թանգարանի մոտակայքում կազմակերպված հիշատակի արարողությանը։ Քլինթոնը, որն այժմ 78 տարեկան է, բարձր գնահատանքի էր արժանացել որպես նախագահ այն ծանր օրերին քաղաքին աջակցելու համար։ Պայթյունը խլել էր 168 մարդու կյանք, այդ թվում 19 երեխայի։ Քլինթոնն ասել է, որ այդ օրը երբեք չի մոռանա։ Նախկին նախագահը հաճախ է այցելել Օքլահոմա Սիթիի ազգային հուշահամալիր թանգարան ու ելույթ ունեցել տարելիցներին։ Հիշատակի արարողությունը նախատեսված էր անցկացնել հուշահամալիրի բացօթյա տարածքում, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով տեղափոխվել է հարևան եկեղեցի։ Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր առավոտյան հավաքվել էին Մասաչուսեթսի Լեքսինգտոն քաղաքում ականատես լինելու ամերիկյան հեղափոխության սկիզբը խորհրդանշող ներկայացում վերարտադրությանը 250 տարի առաջ հնչած կրակոցներով ու գաղութային ոգով։ Լեքսինգտոնի եւ Քոնկորդի ճակատամարտերի տարելիցի օրը մեկնարկում է անկախության պատերազմի պատմական ճանապարհը վերարժևորելու գործընթացը։ Լեքսինգտոնի Բաթլ Գրինում վերարտադրության ժամանակ զինված աշխարհազորայինները դեմ առ դեմ կանգնեցին բրիտանական բանակի ուժերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զատիկի հրադադար է հայտարարել Ուկրաինայում, իր զորքերին հրահանգելով դադարեցնել մարտական գործողությունները շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 18-ից մինչև կիրակի օրվա ավարտը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, նշելով, որ դա ցույց է տալիս Մոսկվայի իրական վերաբերմունքը զատիկին եւ մարդկանց կյանքին։ Պուտինը գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը Կրեմլում ասել է. «Հրամայում եմ այս ժամանակահատվածում դադարեցնել բոլոր մարտական գործողությունները։ Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կփորձի հետևել մեր օրինակին։ Միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հրադադարի հնարավոր խախտումներին եւ հակառակորդի սադրանքներին, ցանկացած ագրեսիվ գործողությունների հետ մղման համար։ Մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք եղել դրան եւ ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Դոնալդ Թրամփի, մեր չինացի բարեկամների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի, BRICS երկրների եւ բոլոր այն կողմերի ձգտումը արդար եւ խաղաղ կարգավորման Ուկրաինայի ճգնաժամի հարցում»։ Պուտինը բազմիցս ասել է, որ ցանկանում է ավարտել պատերազմը, սակայն դրա համար պահանջել է, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից եւ դուրս բերի զորքերը Մոսկվայի կողմից անօրինական կերպով համարվող 4 ուկրաինական տարածքներից։ Կիևը այդ պայմանները հիմնականում մերժել է, դրանք համարելով լիակատար կապիտուլյացիա։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ օրը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև անցկացվել է ռազմագերիների փոխանակում, կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 246 գերի։ Միջնորդությունը կատարել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդամենը օրերի ընթացքում հրաժարվել Ուկրաինայում խաղաղության միջնորդելու փորձերից, եթե առաջընթացի նշաններ չլինեն։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա մեկնաբանությունները հնչել են Փարիզում ուկրաինացի ղեկավարների հետ կայացած բանակցություններից հետո։ Այս հանդիպումը առաջինն էր խորքային, բարձր մակարդակով եւ եվրոպական պետությունների մասնակցությամբ։ Մենք չենք շարունակելու այս գործընթացը շաբաթներ ու ամիսներ։ Մենք հիմա օրերի ընթացքում պետք է որոշենք, արդյոք սա հնարավոր է կյանքի կոչել առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե այո, մենք ներգրաված կլինենք, եթե ոչ,
Մենք ունենք այլ առաջնահերթություններ, ասել է Ռուբիոն։ Ռուբիոյի կտրուկ տոնայնության փոփոխության պատճառը հստակ չէ, սակայն եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ դա արտահայտում է Սպիտակ տան աճող հիասթափությունը Ռուսաստանի պատերազմը ավարտելու անհամաձայնությունից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ որոշակի առաջընթաց կա խաղաղ բանակցությունների ուղղությամբ, սակայն Վաշինգտոնի հետ շփումները դժվար են։ Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ երկխոսության համար։ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր սկսել է միջուկային բանակցությունների նոր փուլ։ Բանակցությունները տեղի են ունենում Հռոմում նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացման ֆոնին, որ եթե դիվանագիտությունը ձախողվի, ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Թրամփի մերձավոր արևելքի բանագնաց Սթիվ Վիտկոֆը բանակցում են անուղղակիորեն Օմանի միջնորդությամբ։ Սա տեղի է ունենում Մասկատում անցկացված առաջին փուլի բանակցություններից մեկ շաբաթ անց, որոնք կողմերը դրական են գնահատել։ Արաղչին Հռոմում իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Իրանի հավատարմությունը դիվանագիտությանը եւ կոչ է արել բոլոր կողմերին օգտագործել առիթը հասնելու տրամաբանական եւ արդար միջուկային համաձայնության։ Նա ընդգծել է, որ նման համաձայնագիրը պետք է հարգի Իրանի օրինական իրավունքները, վերացնի անհիմն պատժամիջոցները եւ փարատի միջուկային ծրագրի վերաբերյալ կասկածները։ Գերագույն դատարանը ժամանակավորապես արգելափակել է Վենեսուելայի քաղաքացիների արտաքսումները հյուսիսային Տեխասից, որոնք պահվում են 18-րդ դարի պատերազմի մասին օրենքի հիման վրա։ Դատարանը կարճ կարգադրությամբ հրահանգել է Թրամփի վարչակազմին չարտաքսել վենեսուելացիներին մինչև դատարանի հետագա որոշումը։ Դատավորներ Քլարենս Թոմասը եւ Սամուել Ալիտոն դեմ են քվեարկել։ Դատական որոշումը կայացվել է քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության արտահերթ հայցով, ըստ որի ներգաղթի իշխանությունները փորձում են վերակենդանացնել արտաքսումները հիմնվելով 1798 թվականին ընդունված օտար թշնամիների մասին օրենքի վրա։ Գերագույն դատարանը ապրիլի սկզբին հայտարարել էր, որ արտաքսումները կարող են շարունակվել միայն այն դեպքում, եթե անձինք ունենան իրենց գործը դատարաններում ներկայացնելու հնարավորություն եւ բավարար ժամանակ վիճարկելու արտաքսումը։ Թրամփի վարչակազմը, որը կրկին դիմելու է Գերագույն դատարան, ժամանակավոր արգելքը հանելու նպատակով պնդում է, որ օտար թշնամիների մասին օրենքը լիազորում է արագ արտաքսել նրանց, ում կասկածում են Tren de Aragua ավազակախմբի անդամ լինելու մեջ, անկախ նրանց ներգաղթի կարգավիճակից։ Օրենքը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում օգտագործվել ընդամենը 3 անգամ, վերջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնա-ամերիկացի քաղաքացիական անձանց համար։ Այս օրենքը պինգ-պոնգի էֆեկտ է ստացել հայտնվելով մեկ վարչության կիսադաշտում մեկ ընդդիմախոսների։ Նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսները դուրս են եկել Միացյալ Նահանգների փոքր ու մեծ քաղաքների փողոցներ իրենց անհանգստությունն արտահայտելու ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգների վերաբերյալ։ Ցույցերը ներառում էին երթ Մանհեթենի կենտրոնով, հանրահավաք Սպիտակ տան առջև եւ բողոքի ակցիա Մասաչուսեթսում նվիրված ամերիկյան հեղափոխական պատերազմի սկզբին։ Կազմակերպիչներն ասում են, որ իրենց բողոքն ուղղված է Թրամփի վարչակազմի քաղաքացիական իրավունքների խախտումների եւ սահմանադրական խախտումների դեմ, ներառյալ զանգվածային արտաքսումների իրականացումը, դաշնային աշխատողների զանգվածային աշխատանքից ազատումները եւ ամբողջ պետական գործակալությունների փակման փորձերը։ Բողոքի որոշ միջոցառումներ ոգեշնչվել էին ամերիկյան հեղափոխական պատերազմով եւ կարգախոսներում նշում էին ոչ թագավորներին եւ դիմադրություն բռնապետությանը։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։